Ես շեշտում եմ վարորդ չեմ, բայց եկել եմ կայունեմ վարորդների կողը, ինձ համարում եմ վարորդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես չգիտեմ ինչ հարցեր եք քննարկել, ինչ հարցեր չեք քննարկել, բայց ունեմ բազմաթիվ վարորդ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ։ Ես ուզում եմ, որ պետականացնեն այս աշխատանքը։ Այսինքն, եթե ես հենում եմ 2 ժամ քշում եմ տաքսի, ինչ պետականացնեն։ Պետականացնեն աղբորը, որ 16 ժամ ռուլի է, ու կաղանձի տանի մասիվ, տանելուց քնի ու շուր գանք 2-ով։ Ես չեմ մեղադրում իրան, բայց մեղադրում եմ ես ոլորտի աշխատելա ոճը, որ ոչ պետականացնում են։ Խի պիտի 16 ժամ քշի, տենց ինձի պատմում են, էլի տղեկը 16 ժամ քշի, 10,000 դրամ փող առի, մարդը կա 24 ժամ է քշում, ես չեմ ընդունում, որ իմ քուրիկին մեկը 24 ժամ քշած տանի տուն։ Կամ իմ հարազատներից մեկը։ Հարցենը քիչ են պետականացնում։ Այսինքն տաքսի ոլորտը, իսկ կարծում եք պետությունը մասնավոր ոլորտը ավելի լավ կարա կառավարի, քան մասնավորը։ Պետք որ պետականացնեն, լավ, հարցը ստենց ու։ Չէ, օրինակ եմ բերեմ, եթե խոշոր ընկերությունը պետությունը վերցնում է կառավարման, ավելի լավ կարա կառավարի, քան մասնավորը, բիզնեսը, ես հակառակ կարծիքին եմ։ Բայց պետությունը պետքա լծակ ունենա գնային սանդղակի վրա։ Դուք էլ այդ հարցի պատասխանը ունեք, բայց որպես ես ունեմ, որպես ընդդիմադիր ուժ հարցը ձեզ եմ ուղղում։ Ընդդիմադիր ուժ եք, չէ՞։ Ինչա պետք որ պետականացնեն։ Ես օրինակ կողմ չեմ մասնավոր բիզնեսը պետականացնելու, հետևաբար չեմ էլ հետաքրքրվում այդ մասին, այսինքն ինձ պետք է որ ուզում հասկանամ դուք այստեղ գտնվում եք վարորդի կողը, այդ հարցը կարողանա լուծի, այո։ Դուք այստեղ վարորդի կողն եք, ինչի համար եք վարորդի կողը։ Կոնկրետ հաու չէով, որպեսի վարորդի տոկոսադրույքը իջեցնեն, որպեսի ինչ անեն, պետականացնեն։ Ասում եմ, նախ տոկոսադրույքը որպեսի իջացվի, կառավարությունը լծակը օգտագործի իր, տոկոսը կարողանա իջացնի, գլխավոր հարցերից է նա, որ հարկավճարում վարորդը աշխատանքային ստաժ չի գրանցվում, չի կարողանում գնա վարկ վերցնի, երրորդ առողջապահության ապահովագրությունից չի կարողանում օգտվել 200,000 դրամ եւ ավելի եկամուտ ստացողի մասին է խոսքը, ոչ թե օրինակ ամիսը կարող է մի 5 անգամ տաքսի քշողին, այսինքն երբ որ 200,000 եւ բարձր աշխատավարձը եկամուտ է ստանում, ինքը պետք է պարտադիր ապահովագրվի։ Ճիշտ խոսանք, էլի։ Այդ երեքը գլոբալ, տեսեք, այդ երեքը գլոբալ հարցերն են։ Կան, այո, բազում հարցեր, որը վարորդների հետ խոսալուց ներքին, դա ավելի շատ արդեն ներքին մի քիչ փոքր հարցեր են, ծրագրային խնդիրներ, տոկոսը ավել պահեց, պակաս կամ ինչ որ պատվերը ընդհատեց, դա ներքին որ քննարկման հարցեր է։ Միակ մտածմունքն է, վարորդը գոյություն ունի բիզնես, կոմֆորտ պլյուս էլեկտրո։ Ուստա, մինիվե դա ես կոպես գալու։ Ես տեղեկացնում ես 1 օր հատուկ տաքսի եմ քշի Yandex-ում, հին մեքենաս գրանցած ա եղել, հիմա չեմ քշի։ Եթե վարորդը վարի, հա, սովորելու եւ իմանալու համար։ Եթե վարորդը վարի, չեմ քշեմ մի օր հետո։ Մի ամիս եթե վարորդը վարի, եթե ինքը մի ամսվա ընթացքում բիզնեսը կամ էլեկտրոն տամ, կներեք էլի, տամ 1 միլիոնից ավել եկամուտ, 1 միլիոնից ինչ ես վարում սակագնով։ Ստարտ, մինիվե։ 1 միլիոնից հավաստիացնում 500,000 է իրան համար։ Եղբայր, տեսեք, մենք չենք եկել վարորդների եկամուտները հաշվելու, մենք ասում ենք, եթե 200,000 դրամից բանա տալի, պետ տուրքա տալի, տուրքա տալի։ Պետ տուրքը մեկ վարքան, մեկ վարքան, տես չի, պետ տուրքը 16.5% Yandex-ինն է, այն պարկերինը իրանք են ոնց որ որոշում, մինիմալ 25% է կազմում, 25-ը մինիմալ է, 25%-ից հետո պետության վճարը, եթե կանխիկով է աշխատում 4% է վճարում պետական տուրք, եթե փոխանցումով է աշխատում 5% է, միջինացված որ վերցնենք 4.5% պետությանը հարկա տալիս։ Қазақստանում մի տոկոս է։ Հիմա կառավարությունը մի քանի լուծումներ կարա առաջարկի, կարա ասի Yandex դու այսքանը դու իջացրու, հարկերիցս ես կնվազեցնեմ, արտոնցնով են տեխնոպարկերից մեկին եք ասել մի քիչ դու մի քիչ ես, այդ հարկը կգա ձեր ուզած թիվը 10%-ի, վարորդների ուզածը քիչ։ Հարցերին լիարժեք պատասխանել եմ։ Պատասխանել ես, այդքան տոկոսի մասին չի խոսքը, ինչքան գների մասին է խոսքը։ Ինքը զակաս տալիս է, ինքը միջնորդ առաջանում, ինքը իրավունք ունի իր ասած սակագնով քեզի պատվեր տա։ Այսինքն սա կիլոմետրը 100 դրամ, կիլոմետրը 100 դրամ, ինքը պետքա քեզի տա կիլոմետրը 100 դրամ, ռոպեն 25 դրամ, մինիմալքեն 500 դրամ։ Ինքը տալիս է մի ժամ ճանապարհ, 12 կիլոմետր, ֆիքսած գինը 1600 դրամ։ Դա նշանակում է ինքը, չէ, օրենքով, քեզի չարաշահամա քո չարաշահման հիմքում անիմն հարստանում է։
շոֆերի հաշվի, էդի սրոք արդեն, բնստած այո ենք ասեմ, ինչ այո, այոյով չի աղբեր, գնացեք, մտեք, Yandex-ին քրական գործ հարուցեք, թող հենեն իրենց փալաս փուլուս ադրբեջանական վեկալեն ստուց այդ։ Հիմա լսում են իրանք, ով Թող գործը լսեն, հա։ հարցողն է։